Հայրենիք, արյան գնով ձեռք բերվածը պահելու համար ցավոք դեռևս արյուն է թափվում։ Հրադադար է, բայց հակառակորդը դեռ զենքը վայր չի դնում։ Նենք թշնամու ռազմական գործողություններին արժանի հակահարված մեր բանակը մեկ անգամ չէ որ հասցրել է։ Հայ ուժին ծանոթ թշնամին սակայն դեռ շարունակում է համառել։ Դիվերսիոն հարձակումներն ու մեր դիրքապահների ուղղությամբ կրակոցներն անպատասխան չեն մնում, բայց ցավոք կորուստներ են լինում։ Հայրենասեր չեն դառնում, այդպիսին ծնվում են։ Հայրենիքում չի ծնվել, բայց հայրենի հողի կանչը զորեղ գտնվեց։ Մովսես Գասպարյան ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում։ Այնտեղ մեծացել է, դպրոց գնացել։ Չափահաս դառնալուն պես շտապել է հայրենիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել ու համալրել հայոց բանակի շարքերը։ Փոքրուց միշտ եղել է հայրենասեր։ Խելացի, նվիրված ընկերոջը, նվիրված ընտանիքին։ Հայրենիքին ծառայելու ցանկությունը մեծ էր, հետո էլի նպատակներ ուներ, ոստիկանության ակադեմիա էր ուզում ընդունվել, երազում էր սպայական ուսադիրների մասին։ Ասեց, որտեղ աղբերս ընդել ես, եկավ Ղարաբաղ մոտս։ Մովսես Գասպարյանի եղբայրն է, նույն կերպ ինքն էլ թողել է Ռուսաստանը, եկել ու ծառայության անցել հայրենի բանակում։ Երբ Մովսեսը զորակոչվում էր, ինքը 1.5 տարվա ծառայող էր։ Դիմեցի նախարարություն, ասել որ գնայի դա եղբոր մոտ ծառայի 6 ամիսը մի քիչ Յան թեթևս գա։ Այսպես երկու եղբայր դառնում են ծառայեկիցներ, Նարեկն արդեն զորացրվել էր, Մովսեսին էին սպասում։ Եվս 5 ամիս ու տաններ լինելու։ Հայրը խոստացել էր, երբ երկու որդիներն էլ կողքին լինեն, մեծ խնջույք ու մատաղ է անելու։ Ասում էր մեծ քեֆ կանի, մատաղ կանի։ Բայց դե չսպասեցինք էլ այդ օրվան։ Սպասելով էլ մնացինք կարոտով այդ օրին։ Այս տան մեջ ուրախացել, քեֆ, սեղան, ուրախություն, ոնց էր ոնց էր ուրախ մամ ջան 15 թվական իրար հետ ենք դիմավորվել մամ ջան ընտանիքով միշտ ընտանիք բառը միշտ կրկնում եմ Որդու մասին անցյալ ժամանակով խոսել դժվարանում են, կորստի հետ համակերպվել չեն կարողանում։ Զոհվելուց մեկ շաբաթ առաջ Մովսեսը տանն է եղել, հնգորյա արձակուրդ էր եկել, տատի հետ է անցկացրել հանգստյան օրերը, ընտանիքի մյուս անդամները Ռուսաստանում էին։ Տանջան ասպերգն մնացել է մի քանի ամիս կգամ, բայց գնացու չեկավ։ Գրած է «Сегодня был убит»։ Մտնում եմ, կարդում եմ, դե իշքան էլ ճիշտ լինի, չես գիտակցում ինձ, որ իրոք սենց բան կա էլի։ Հետո զանգեցինք Հայաստան, դե ոչ մեկ չեն ասում։ Ասում են ծանր վիրավոր է։ Զանգեցին, ասեն, որ Մոսիկին խփել են, վիրավոր է, այրոպորտում իմացան, որ Մոսես դեպք արդեն պատահել է։ Պոստը հանձնելու ընթացքում հեռադիտակով է փոքր անցքից նայելա ընկերոջն ասելա ոնց որ մարդ անցավ աչքից տեսա ինչ որ մեկ անցավ ընկերն ասելա ոչ մեկն էլ չկա ես չեմ տեսնում արի արդեն հերթափոխ իջնում ենք տղաս նորից հետա դարձի ասելա չէ ես սիրտս անհանգիստ եմ մի հատ էլ նայեմ ու գնանք հանձնենք երեխա վերջինը չի հասկանում իչակատան։ Դիկաշետով մտելա կողից ու մեջքյանից դուրս է եկել։ Չեմ ցանկանում ոչ մեկին, ես ցանկանում եմ բոլոր մեր հայ զինվորներին առողջություն, իրանց ծառայությունը թող հաջող լինի։ Հպարտ եմ, որ իմ տղան զոհվեց հայրենիքի համար։ Գոնե ինձ այդպես եմ հանգստացնում։ Ես իր անունով եմ ապրում, իր շնորհիվ Յահարգանքով։ Մա իրա ցավը տանեմ ես, իրա ջերեզմանին մեռնեմ ես, ենի ուրիշ բալա իր աղբերս, լավն էր ինքը հարգանքով տղա էր, խելով տղա էր։ Մինչև իմ ահը գերեզման կարոտ է, այն վերջի շունչս։ Մովսեսի համար մայրը թագուհի էր, հայրը թագավոր, այդպես էր դիմում նրանց։ Խոստացել էր այնպես է ապրելու, որ իր թագուհին ու թագավորը հպարտանան իրենց ժառանգով։ Կյանքը երկար չտևեց, բայց գնաց ինչպես հերոս։ Մովսեսով այսօր ազգն է հպարտ։ Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Մովսես Գասպարյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահների կողմից հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով։
Արարատ Խանոյան, հայրենիքին կյանքը տված զինվորը մերօրյա հերոսներից է։ 94 թվականին ծնված սարդարապատցի Արարատը բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուն պես։ Սերժանտ էր, զորացրմանը մոտ 5 ամիս էր մնացել։ Ինքը հպարտ էր, որ ինքը սերժանտ էր, հպարտ էր, որ ինքը պատասխանատվություն ուներ, ինքը սիրում էր, որ իր վրա պատասխանատվություն կա։ Միշտ ասում էր չգաք, ամեն ինչ նորմալ է, մնացել է մի քանի ամիս էլի գալու։ Ամեն ինչ նորմալ էր մինչև այն չարաբաստիկ օրը, երբ դիվերսիոն խումբը հարձակվեց Արարատի ու 3 ծառայեկից ընկերների վրա։ Դեպքը տեղի է ունեցել անսպասելի 4 ընկերներով գնացել էին հացի։ Ճանապարհին թշնամու 4-5 հոգանոց դիվերսիոն խումբը անակնկալի է բերել անզեն զինվորներին։ Մերոնցից միակ զինվածը ազգությամբ եզդի խուճապից թաքնվում է, իսկ նրա անզեն ընկերները զինված դիվերսանտների հետ ձեռնամարտի են բռնվում։ Երբ թշնամին մոտ կես ժամ պայքարից հետո վազքի ուժով հայ զինվորներին հաղթել չի կարողանում, գործի է դնում զենքը։ Թշնամու գնդակից 2-ը զոհվում են, 1-ը վիրավորվում։ Իրանց եթե զենքով, տանակով չգցեին, 6 հոգի լեռնեին, իրանց չէին կարող գետին գցել։ Այդ բանը իմ որդու հետ, իմ հետ պիտի չլիներ։ Չգիտեմ։ Չեմ ասում Աստված է արել, բայց չեմ էլ ուզում մեղադրել, ասում, որ Աստված ցանկացավ, որ տենց պատահեր։ Երևի սա սատանի գործն է։ Միշտ սպասում եմ իրան ու գիտեմ, որ գալու է։ Ընտանիքում կորստի հետ չեն համակերպվում։ Արարատը բանակ էր զորակոչվել հորեղբոր որդու հետ միասին։ Խանոյանների որդիներից սակայն միայն մեկը վերադարձավ։ Արարատը հերոսացավ, կյանքը նվիրելով հայրենիքին։ Մինչև եղբոր տղու բանակի գալը սպասում էի, շատ սպասում էի։ Իսկ գիտեի, թե ինքս էթի հետ տուն կգա։ Դեկտեմբերի 28-ներ, 27-է չեմ հիշում։ Սեթը եկա, բայց առանց իրա։ Ես ցանկանայի, որ ոչ մի ծնող սենց առիթներով արցուն չթափա, թոր հերոսներ լինեն, բայց դուռ ընդհակեն ներս մտնել, չբերեն անձրեն իր ծնողներին։ Չէի ցանկանալ անգամ իմ թշնամու զինվորի մայրը ինձ նման ցավ տեսներ, չէի ցանկանալ։ Նրանց մայրերն էլ մեղավոր չեն, նրանց երեխեքն էլ մեղավոր չեն։ Արարատի հայրենասիրության ու մարդկային որակների մասին ամբողջ գյուղը գիտի։ Ուսուցիչները հիշում են, խելացի էր, ընկերասեր ու միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու։ Մեկի կողմից որ հանկարծ վիրավորանք ստանային աղջիկները, մեր տղան նրանց թիկունքին կանգնած էր։ Բանակից մի քանի օր առաջ հարևանի փայտը կոտրեց տվեց, որտեվ ծեր էին, տղա չունեին տանը, կոտրեց, հանց տվեց նրանց ու գնաց, ասեց օգնեմ գնամ։ Ուրիշ երեխա էր։ Արարատի հիշատակը վառ պահելու համար նրա անունով են կոչել իր դասարանը։ Դպրոցի բակում նաև նրա հուշատախտակը կա, գյուղամիջում հուշարձանը։ Շատ նպատակներ ուներ, ուզում էր, որ գալու հետ ամուսնանար, մեր մամջան ընտանիք կունենամ, էլ դու չես աշխատի, պապային էլ չեմ թողնի, որ աշխատի։ Ծնողները որոշել էին զորացրման կապակցությամբ մեծ անակնկալ մատուցել։ Ավտոմեքենա շատ էր սիրում, պետք է մեծ խնջույք կազմակերպեին, որի ժամանակ էլ նրա սիրած ավտոմեքենայի բանալիները նվիրեին։ Անակնկալը մատուցել չհասցրին։ Դե 5 ամիս էր մնացել, որ տուն գար։ Սաղ ծախովա։ Ամեն առավոտ արթնանալիս բարի լույս եմ ասում հանկողնում նկարներին, գիշերն էլ քնելուց բարի գիշեր, համարելով, որ կալնա իմ հետա, նա երբեք ինձ մենակ չի թողնի, իմ սրտի մեջ է։ Դու բոլորն է բարով ծառայեն, առողջ եմ, կան հասնեն ոչ թե միայն իրանց տնով մեզ, մեր երեխեքն են։ Թող զգոն լինեմ պոստի կանգնած ամեն մի զինվոր, որովհետև բոլորը իմ որդու նման ամենքը մի տան ծուխ է, նրանց մայրերը նրանց են սպասում, ոնց որ ես իմ որդուն էի սպասում։ Ես չտեսա, չկրկեցի նրան, գոնե նրա մայրերը նրանց կրկեն։ Արարատ Խանոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության շքանշաններով, նրան հետմահու շնորհվել է լեյտենանտի կոչում։ Վերքերը թարմ են նաև Ասոյանների ընտանիքում։ Նույն դիվերսիոն հարձակման ընթացքում նահատակված Ազատ Ասոյանի շիրիմն է։ Նա զոհվեց հերոսաբար, հանգչում է հերոսների կողքին Եռաբլուր Պանթեոնում։ Երևի թե հայրենիքը իր համար ինձանից էլ էր թանկ։ Երևի մոռացավ ինձ, մոռացավ իր ընտանիքը, որ շատ էր սիրում, մոռացավ
ամեն ինչ ընտրեց հայրենիքը։ Իրենց վրա հարձակված դիվերսանտների խմբի հետ Ազատի ձեռնամարտը երկար է տևել։ Կռվել է մինչև վերջին շունչը, սպանվել է բասկի ուժից վախեցած թշնամու գնդակներից։ 16 հատ կրակածել է, 6 հատ է դանակ։ Այ որ մի հատ զենք ունենար այդ ժամանակ հաստատ շատերին կասեր ու կապացուցեր, որ ես կգայի տուն հաղթած արդեն։ Նա չվերադարձավ, բայց անմահացավ։ Մոր սիրտը կանխազգում էր վրա հաս վտանգը։ Առավոտից փորձել է զանգահարել որդուն։ Զանգերն անպատասխան էին մնացել։ Երազում է արթնանալ ու տեսնել, որ այնինչ կատարվել է երազ է։ Դեռ սպասում է, շատ է կարոտել։ Գիտեք, կարոտն է խեղդում։ Մենակ այն ծնողի ու որդու կարոտը, որ կարոտում է ծնողը իր որդուն, ինքն էլ է կարոտում ինձ։ Այդ կարոտը շատ է ինձ սպանում։ Ինձ խեղդում է։ Ես անգամ մանկատուն է գնաց, ես ուզեցա տեսնել իր դեմքով, Ազատ անունով, ամենտեղ նայում եմ, չեմ կարողանում գտնել իր այդ պայծառ աչքերը, լուսավոր դեմքը, ժպիտը։ Քանի ես կամ, ինքը կա։ Եթե ես այս աշխարհից կգնամ, ինքը իմ հետ միգուցե կգնա, բայց ես կգնամ, իր անունը կմնա։ Այն տպավորությունը, որ ինքը լծարարության մեջ է տենց խոսում։ Չեմ ուզում հավատամ այդ բանին, որ ինքը չկա։ Ազատի մասին հիշողությունները լուսավոր են։ Սիրում էր կյանքը իր բոլոր առավելություններով ու թերություններով։ Շատ ջերմ եմ ճամփու դրել, Ազատ ջան, հանգիստ 4 ամիս է, մի բան չմնաց։ Չնեղվես։ Շատ էր նեղվում իր սիրած աղջկա համար։ Սիրելիները մի կողմում էին, հայրենիքը մյուս։ Հայրենասիրական ոգին Ազատի մոտ մանկուց էին նկատել։ Առանձնակի վերաբերմունք ուներ զինվորական համազգեստի ու ռազմական գործի նկատմամբ։ Ազատ ու անկախ հայրենիքի արժանի զինվորն էր Ազատը։ Շատ էր սիրում Ղարաբաղը, եղնիկները շատ էր սիրում։ Սպայական կազմին շատ էր սիրում։ Նա շատ ուրախ էր, հպարտ, որ գնում է իր պարտքը հանձնելու հայրենիքին։ Միշտ անկեղծ էր, ընկերասեր եղել։ Ընկերոջ համար հոգի կտար, ուսումներ սիրեմ, սպորտներ սիրեմ։ Ծնողները Ազատին բանակ էին ճանապարհել վստահ, ուժեղ տղա էին դաստիարակել։ Կոփված էր ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես։ Ձյուդոյի բազմակի չեմպիոն էր։ Ինչպես ռինգում, այնպես էլ սահմանին Ազատն առաջիններից էր։ Նրան սիրում էին, հարգում, հիմա արդեն մեծարում։ Սիրված էր բոլորի կողմից։ Հասնում էր ցանկացածին, փոքրին, մեծին, եթե կարիք կար, Ազատը կողքին կանգնած էր։ Ազատ Ասոյանի հիշատակին հիմա դպրոցում անկյուն կա։ Նրա կերպարը, ոգին ու 20 տարվա գարուններով կարճ կյանքը ուսանելի են բոլորի համար։ Ազատը պարծանքն էր իր դպրոցի, բուհի, ծնողների, հիմա նաև բանակի ու հայրենիքի։ Ինքը իրավաբանական էր սովորում, պիտի շարունակեր։ Ինքը արդեն ուներ իր բիզնեսը, պիտի շարունակեր։ Ուներ իր սիրած աղջիկը, որ պիտի արդեն մատանի դնեի, հասկանում եք։ Ամեն ինչը ուներ, ինքը պիտի գար ու այդ ամենը վայելեր։ Շատ վատ եմ տարել, շատ, բայց հիմա ես հբարդ եմ։ Ես համանչելու դեղ չունեմ։ Ես պետք է գլուխս բարձր պահեմ։ Եվ մենք բոլորս, որ ունենք իր նման հերոս։ Փառք ու պատիվ բոլոր հայոց այն մայրերին, որոնք ծնում են այսպիսի ռազմիկներ, այսպիսի քաջ հայորդիներ, որոնց կյանքի ու սխրագործությունների արդյունքում մենք այսօր ապրում ենք մեր ազատ հայոց երկրում։ Ազատի ու Ազատի պես մեր հայրենիքի ազատության համար իրենց կյանքը նվիրած մյուս հայորդիների ծնողների ցանկությունը մեկն է՝ խաղաղություն։ Թող խաղաղություն պահպանեն։ Թող մեր զինվորների տուն գան։ Հասկանում եք, երևի ես իմ ամբողջ կյանքում ես կսպասեմ։ Սահմանի վրա երեխեքին կցանկանան, թող փորձանք առնեն, զգոն առնեն։ Թե իմանան, որ տունը սպասող ունեն։ Պայքարեցիր դու հանց ազգի հերոս, ազգը պիտի հպարտ լինի քեզանով։ Անուններ եք սուրբ, Ազատ, Արարատ, սահման նսկելով, հանգչեցիք խաղաղ։ Հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում ցուցաբերած խիզախության համար Ազատ Ասոյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահների կողմից։ Ի պատիվ Ազատի շուտով կհրատարակվի Անմահության մարտիկները գիրքը։ Հեղինակը Ազատի ընտանիքի բարեկամ Աննա Կոստանյանը այն նվիրելու է հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին։ Տղաս ծնվեց զինվոր։ Գոր Գրիգորյանը ծնվել է բանակի կազմավորման հետ միասին, ապրեց 23 գարուն, բայց թողեց մեծ հետք, զոհվեց հանուն հայրենիքի։ Եվ հոգին
Արցախում եղնիներ, լեռներում։ Երբ գոռը ծնվեց, հայրը սահմանին էր, Արցախյան ազատամարտին էր մասնակցում։ Մանկուց զինվորական համազգեստ ու զենք էր տեսել, հայրենասիրական երգեր լսել։ Հորօրինակը վարակիչ էր, ոգեշնչվել էր, մեծացել որպես զինվոր, հայրենասեր։ Սպան շուշա գալում տունախ։ Նույն էլ գոռոն սպասում ենք։ Երբ կգա։ Երբ կզանգի։ Դպրոցը դեռ չավարտած գոռն արդեն որոշել էր, զինվորական է դառնալու։ Իսկ եթե գոռն էր որոշել, ուրեմն բեկման ենթակա չէր։ 17 տարեկանում ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուն պես համալրում է հայոց բանակի սպայական կազմն ու ծառայության մեկնում Արցախ։ Սիրում էր գործը, ֆորմեն, զենքը եւ այլ։ Ու ընտրեց Վազգեն Սարգսյան, գնաց այնտեղ սովորեց ու շատ լավ էր սովորում։ Ես հացարկելու հետ չունեի, տենց ինքն էլ լավ հաց էր սարքում, ամեն ինչ կարող էր սարքել։ Տենց գալիս էինք տուն, ժամը 6-7-ին գործից գալիս էինք տուն, ինքը հաց էր սարքում, ես սեղանն էի գցում, ինքը համեստ, լուրջ ու մաքուր մարդ էր, պարզ խոսացող։ Իրա նման քիչ կան էլ, իր համար էլ իրա գնալուց հետո միջև հիմա մենակ եմ ապրում Արարատում։ Շատ ուրախ էին իր զինվորները, որ գոռպես հրամանատարն էին։ Ընկերական էր զինվորների հետ, կոպիտ չէր։ Ինքը շատ հայրենասեր էր, հայրենիքը իր համար ամեն ինչ է։ Լեյտենանտ Գոր Գրիգորյանը ընկերների հիշողություններում միշտ կմնա որպես լուսավոր կերպար։ Նա անփոխարինելի ընկեր էր, նվիրյալ սպա։ Համակուրսեցիները, ծառայեկից ընկերներն ու առավել եւս ծնողները կորստի հետ հաշտվել չեն կարողանում։ Մենք ապրում ենք նրանով, ինքը մեր հույսն էր, հավատն մեր փառքն էր։ Իմ զորությունն էր, իմ երջանկությունն էր։ Մենք ամենը սպասում ենք նրան, լսում ես ինքը Գերդաստանի խաչն էր։ Առաջին գիծ էր մեկնել սեփական կամքով, թե ինչպես է ստացվել, որ գոռի պես աչալուրջ զինվորականին թշնամու դիվերսիոն խումբը հասցրել է անակնկալի բերել, հայրը չգիտի, չի էլ հետաքրքրվում։ Ինչ կապն ինչ է, ինչ չի հետաքրքրվում։ Հարձակվել են պոստի վրա, ինքն է պոստի ժամանակն ստուգելու սա եղել։ Պոստավոն չի երևացել, ինքն է երևացել, դիվերսիան իրան է հարվածել են։ Հիմա հարցնի կամավոր կգնա։ Եթե ինչ-որ մի հատ հարց լինի, երևի մեր ազգով կամավոր կգնա։ Ի պատիվ իրենց հերոս ընկերոջ, ծառայեկիցներից մի քանիսն անգամ գոռի անունով են կոչել իրենց զավակներին։ Ուզեց իրեն գոռոին քավոր անեն, լսում ես։ Իր ընկերները, հիմա ընկերին ինձ են առաջարկում։ Ասում է ամուսնացի, հայրիկ համբերենք։ Սիրած աղջիկ դեռ չուներ, ամբողջ սերն ու ուսմանը գործին ու հայրենիքին էր տվել։ Հպարտանում էր, որ անկախ երկրի սպա է ու վստահ էր, եթե պետք լինի, արժանի հակահարված կհասցնեն թշնամուն։ Դասներ չէ, Հակ ջան, կա միշտեր շարժը կա, միշտեր մենք կանգ ունենք, մեր բանակը շատ զոր է։ Միշտ էլ մենք պատրաստ ենք։ Բանակի սպա էր մոտ 1.5 տարի։ Գերազանց ծառայության համար մեդալի էր արժանացել, իսկ զոհվելուց մի քանի օր առաջ շնորհվել էր ավագ լեյտենանտի կոչում։ Նոր ուսադիրներին էր սպասում, դրանք այդպես էլ չկրեց։ Գոր Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։ Նրա հիշատակի համար Արցախում հուշաքար է դրվել, հայրենի գյուղում Ջանֆիդայում կիսանդրի ու հուշարձան է կանգնեցվել։ Մեծարանքի ու լավ խոսքի պակաս Գոռը չունի, բայց նրան ճանաչողների համար լավագույն արժեքը նրա թողած պատգամն է, որը հաճախ էր կրկնում. Փայփայեք հայրենիքը, սիրեք այն ու հիշեք։ Սերը հայրենիքի հանդեպ կիսատ պռատ չի լինում, ով նրա համար չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ։ Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ, զենքս որդուս իսկ սերս մայրերին կտամ։ Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ պատիվ ունեմ։